Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Այդ խնդրը Հայաստանում չի, դա ԵԱՏՄ խնդիրն է։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանը ԵԱՏՄ-ն լքելու պլաններ չունի, բայց եթե հայկական ապրանքների հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրել է նաև խորհրդարանի հանձնաժողովների նախագահի թեկնածուներին։ 6 կին 6 տղամարդ։ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ։ Խորհրդարանի առաջին նիստն առաջին անգամ կանցնի առանց կաթողիկոսի ներկայության եւ օրհնության։ Փոխարենը դարձյալ առաջին անգամ կաթողիկոսը կհայտնվի դատարանի դահլիճում մեղադրյալի կարգավիճակով։ Ընտրել են քեզ, ինքը բան չասեցին։ Իրավապաշտպանն հազանգում է ժամկետային զինծառայողի ծեծի մասին։ Պաշտպանության նախարարությունը հերքում է, զինվորին հոսպիտալում այցելել է մարդու իրավունքների պաշտպանը։ Ուկրաինական հարվածներից հրդեհվել է Wildberries-ի եւս մեկ պահեստ։ Այդ հարթակի հազարավոր հայ վաճառողներ հայտնվել են դժվար կացության մեջ։ Ինչ եղել է վարվել է, միջև վերջին հատը փորձրել ենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վերահաստատել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ծրագրեր չունի, բայց նաև նորից է կրկնել միտքը, որ եթե հայաստանյան ապրանքների արտահանման հետ կապված խոչընդոտները արագորեն չվերացվեն, ապա կնշանակի, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի գործում։ Ռուսաստանը շարունակում է հայաստանյան ապրանքների ներմուծման արգելքը, անընդհատ ավելացնելով դրանց ցանկը ծաղիկներից մինչև խմիչքներ, միրգ բանջարեղենից մինչև ձկնամթերք եւ կաթնամթերք։ Ինչ վերաբերում է օրերս կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, ապա Հայաստանի վարչապետը հայտնել է, որ մի շարք հարցերի շուրջ ընդհանուր ըմբռնման են եկել։ Երևան-Մոսկվա լարված հարաբերությունները ավելի են սրվում։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումների հետևանքով Եվրասիական միության ճակատագիրն է կասկածի տակ։ Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդիրն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ ԵԱՏՄ-ում այնինչ Հայաստանի դեմ հայտարարություն են ընդունել, պահանջելով հստակ ընտրություն կատարել։ Երևանը մնում է տնտեսական այդ դաշինքում, թե եվրոպական ուղին է բռնում։ Հայաստանյան նախընտրական քարոզչության օրերին Ռուսաստանն արգելեց հայկական ծագման ապրանքների ներմուծումը, պատճառաբանելով սանիտարական անվտանգության խնդիրներով։ Եվ մինչ Երևանը ամենաբարձր մակարդակով միջնորդում է վերջ տալ այս քաղաքականությանը, Մոսկվան ընդլայնում է արգելված արտադրանքի տեսականին։ Միաժամանակ ռուսներն ամենօրյա ռեժիմով խոսում են արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի մասին, ակնկալելով, որ Երևանը ամենամոտ ժամկետում ժողովրդական քվեարկության կդնի եվրոպական թե եվրասիական միություն հարցը։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում։ Մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Վարչապետը հիշեցնում է, որ ռուս գործընկերոջը վերջին հեռախոսազրույցում ասել է, հանրաքվե կնշանակվի միայն, երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես կմուտքագրվի։ Մինչև դա Երևանը մտադիր չէ լքել Եվրասիական միությունը, որտեղ արևմուտքն անվանում են թշնամի։ Հենց երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տնտեսական ծանր հետևանքներ էր գուժում Հայաստանի համար, զգուշացնելով, որ Եվրամիության ճանապարհին նավակը խորտակվելու է, իրենք էլ չեն օգնելու։ Եվրամիության հետ մեր հարաբերություններում այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունները։ Հայկական արտադրության վրա սահմանված փաստացի պատժամիջոցներն արդեն հետևանքներ են առաջացրել։ Գյուղմթերքի իրացման ամենաթեժ սեզոնին հայ արտադրողները ստիպված են նոր շուկաներ փնտրել, կորցնելով ռուս բազմամիլիոն գնորդներին։ Հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամը ղեկավարների մակարդակով առաջին անգամ տեսախցիկների առջև հայտնվեց ապրիլին Կրեմլում, երբ Պուտինը բարձրացրեց ընտրություններում ռուսամետ ուժերի մասնակցության հարցը, նկատի ունենալով տնային կալանքի մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Հետագայում Ռուսաստանի նախագահը Հայաստանի շուրջ իրավիճակն անգամ Ուկրաինայի հետ էր համեմատել, թե նրանք էլ էին ուզում Եվրամիությանն անդամակցել։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ այս պատմությունը սկիզբ է առել
երբ հայկական կողմը սկսել է անվտանգության ու տնտեսության այլընտրանքներ փնտրել։ Չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Վարչապետը հավաստիացնում էր, որ գոնե այս հարցում նախորդի հեռախոսազրույցում փոխըմբռնում եղել է, բայց չթաքցրեց ընտրություններից հետո լռություն պահպանող Ռուսաստանի նախագահը անգամ ուղիղ զրույցի ժամանակ չի շնորհավորել իրեն վերընտրվելու առթիվ։ Վարչապետը բայց ակնարկեց, զրույցն ինքնին ընտրությունների արդյունքների հետ հաշվի նստել էր։ Չի ուզել, չի շնորհավորել։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ է խոսում։ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներն ավելին էին, անգամ խոսում էր Պուտինի հետ հանդիպման հստակ ժամկետների մասին։ Այսօր ասած այցը Մոսկվա հիմա էլ է օրակարգում, արդեն առանց որոշակիությունների։ Քաղաքացիական պայմանագիրն այսօր վարչության նիստում ընտրել է ազգային ժողովի 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։ Թեև այդ հանձնաժողովներից 4-ի նախագահությունը պիտի ընդդիմադիրները ստանձնեն, բայց այդ դեպքում ԿՊ-ի թեկնածուները այդ նույն հանձնաժողովում կդառնան փոխնախագահ։ Թեկնածուների շարքում կան պատգամավորներ, որ նորից են առաջադրվել իրենց ղեկավարած հանձնաժողովներում, կան նաև նորանուններ։ Հանձնաժողովների նախագահի թեկնածուներից բացի այսօր նաև հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Քաղաքացիական պայմանագիրը այսօր մոտ 5 ժամ տևած կուսակցության վարչության նիստում ընտրեց 12 հանձնաժողովի նախագահների պաշտոնների համար թեկնածուների։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ 6 կին 6 տղամարդ է ընտրվել։ 4-5 դեպք ունենք, երբ որ ձայները բաշխվել են 9-10։ Այսինքն մի ձայնով, մի ձայնի առավելությամբ ընտրվել։ Պաշտպանության հանձնաժողովի համար 2 փուլ է եղել, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ընտրված թեկնածուն երկրորդ փուլով կուսակցության վարչության անդամներից Վիլեն Գաբրիելյանն է։ Սասուն Միքայելյանը պնդեց, թե թիմակիցներից նեղացած չէ։ Չէ, հա, ոչ մի ձևի։ Օրինակ ձեր իմ կարգի մարդը կարան նեղված է։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի ընտրված թեկնածու Լուսինե Բադալյանը անդրադարձավ թե իր ընտրության, թե նաև այն հարցին, թե ինչու էր նախկինում հրաժարվում ղեկավարել այս հանձնաժողովը։ Ասեմ, ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում, արդեն ձևավորվող խմբակցությունում որևէ բժիշկ կամ բուժաշխատող լիներ։ Այս անգամ էլ պարզապես, որտեղ ես հասկացա, որ թերևս այդ 7 տարվա, հա 19 թվականից ես հանձնաժողովում եմ, ես ընթացքում հասցրել եմ եւ կրթություն ստանալ եւ միևնույն ժամանակ մի քանի տարի էլ եղել եմ նախագահի տեղակալ եւ շատ անպատասխանատու մոտեցում կլինի, եթե չառաջադրվի։ Եվրաինտեգրման հանձնաժողովի համար առաջադրված էին 2 թեկնածու, Արման Եղոյանը, որը 8-րդ գումարման խորհրդարանում ղեկավարել է այս հանձնաժողովը, եւ պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Տիկին Ղազարյանն է ընտրվել, ոչ թե վարչությունը ինչ-որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Քանի որ ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը, այս կամ այն պաշտոնը էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես
կամ պարոն Եղան չեն կարող մեկնաբանել, թե ձայների բաշխվածությունը ինչի արդյունքում է տեղի ունեցել։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանը, որը նաև նախկին արդեն 8-րդ գումարման խորհրդարանում էր հանձնաժողովը ղեկավարում, եւ նաև պատգամավորներից Տաթևիկ Գասպարյանը։ Շնորհակալ եմ այդ գնահատանքի համար։ Կարծում եմ իմ վերջ տարիների աշխատանքը այս կերպ նաև գնահատվում է։ Այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ։ Թե կոնկրետ այս հանձնաժողովներից, որոնցում քաղաքացիական պայմանագիրը նախագահներ ունենալու հնարավորություն կունենա եւ որոնք կանցնեն ընդդիմությանը, պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, երբ մեկնարկի 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքը։ Արդյոք պատրաստվում է իշխող քաղաքացիական պայմանագիրը Հայկ Կոնջորյանի հարցը քննարկել կամ նրան զրկել ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի կարգավիճակից, հաշվի առնելով, որ նրա եղբայրը Ավետ Կոնջորյանը դարձել է աղմկոտ պատմության մեջ է հայտնվել դարձյալ։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այս հարցին պատասխանել, միանշանակ հարցը իրենք չեն քննարկելու, դա իրավապահների տիրույթում է։ Այս պատմության մեջի դեպ երկու կողմն էլ քաղաքացիական պայմանագրից են, մեկը մեղադրվում է մյուսին ծեծելու համար, մյուսի հայհոյանքների եւ սպառնալիքների մասով հաղորդում է տրվել իրավապահներին։ Քաղաքացիական պայմանագիրը չի վերանայի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Կուսակցության առաջնորդն ինքն ասաց. Ինչի պետք է վերանալ։ Փաշինյանն ասաց, չի տեսել տեսանյութը, որում Կոնջորյանի եղբայրը նույնպես ՔՊԱ-ական Ավետ Կոնջորյանը սեռական հայհոյանքներ ու գյուլլելու սպառնալիքներ է հնչեցնում նախկին ընկերոջ Աբովյանի ավագանու ՔՊԱ-ական անդամ Նայիրի Հակոբյանի տան մոտ։ Սկանդալը երկուշաբթի պայթեց նախ ծեծի կադրերով։ Ծեծվողն Ավետ Կոնջորյանն է, ենթադրյալ ծեծողները Հակոբյանն ու ընկերները։ Ըստ հետագա մեկնաբանությունների երկու ՔՊԱ-ական ընկերները հայհոյանքի ու ծեծի են հասել Միլոն Մայնինգ կառուցապատող ընկերությունում ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Միլոն Մայնինգի ու ՔՊԱ-ականների սերտ համագործակցության մասին հետքնամիսներ առաջ էր գրել։ Ըստ հետաքննող լրագրողների ընկերությունը հեշտացված թույլտվություններ է ստանում, հետո այդ նորակառույցներում տներու տարածքներ են ձեռք բերում Կոնջորյան ընտանիքի անդամները, ավագանու ՔՊԱ-ական Նայիրի Հակոբյանը, Աբովյանի համայնքապետը։ Փաստերի հսկայական խրձով եմ ներկայացել։ Կոնկրետ Կոնջորյան ընտանիքի մասին հարց լրագրողները դեռ մարտին էին Փաշինյանին ուղղել։ Իրավապահները կաշկանդված են նրանց գործողություններին ընթացք տալու։ Ուղարկեք այդ փաթեթը մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, եւ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Կոնջորյաններին ուղղված հարցերը մակուլատուրա անվանելն ազդակ չէր իրավապահներին, որ այս մարդիկ անձեռնմխելի են։ Այսօր Ազատությունը հետաքրքրվեց վարչապետից, իրեն պատասխանատու զգում է վերջին աղմկոտ պատմությունների համար։ Ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Թեպետ որևէ ուսումնասիրություն այդպես էլ չեղավ մակուլատուրա որակված հարցադրումների հետքերով, բայց Փաշինյանը վստահ է, կոռուպցիայի հարց չկա այստեղ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական պրոցեսն է։ Որ թիմակիցները հենց իր Փաշինյանի անունը տալով շահավետ գործարքներ են փորձում կնքել, ընդհուպ խանութ խլել, նախկին ՔՊԱ-ական Թաթուլ Ասիլյանն է մի քանի օր պատմում, զայրացած, որ Կոնջորյաններին թույլ են տալիս հարստանալ, իսկ իրեն պարզվեց չէր կարելի։ Իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Կոնջորյանները կամ ես իմ ովքեր հարստանան, մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպետք է էլի հարստանանք, ասենք մենք։ Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։
Թեպետ տարածվել են թե ծեծի ու թե հայհոյանքի սպառնալիքների կադրերը, Փաշինյանը չի կարծում, որ ՔՊԱ-կանների վարքը ներկուսակցական քննարկման թեմա պիտի դառնա, իրավապահները թող քննեն, հետո կորոշեն հեռացնել նրանց կուսակցական շարքերից, թե ոչ, այնինչ կուսակցությունն ազնվության ու պարկեշտության վերաբերյալ առանձին գլուխ ունի իր էթիկայի կանոնագրքում, որքան հասկացանք վարչապետն է այդպես որոշել, նրա թիմակիցներից Ռոմանոս Պետրոսյանը մինչև այդ չէր բացառում, որ այս կուսակցականների հարցը կքննարկի վարչությունն ու անգամ Հայկ Կոնջորյանի թեկնածությունը կվերանայի։ Այդ մասով չեմ կարող ոչինչ մեկնաբանել եւ ոչինչ չեմ կարող բացառել։ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով դեռ երկուշաբթի 5 հոգու մեղադրանք էր առաջադրվել։ Բոլորի նկատմամբ խափանման միջոց են տրվել գրավը ու բացակայելու արգելքը։ Մեղադրյալներից Նաիրի Հակոբյանի փաստաբանի կարծիքով աննախադեպ խիստ խափանման միջոց է։ Ոչ մեծ ծանրության արարքի մեջ մեղադրվող անձ, որը նախկինում դատապարտված չի եղել, այսինքն օրենքի ուժով չի կարող ազատազրկվի ու 2 միլիոն դրամ գրավ խափանման միջոցը, դա շատ խիստ է։ Իսկ Ավետ Կոնջորյանի հայհոյանքների ու գյուլլելու սպառնալիքների մասով առանձին վարույթ դեռ չկա։ Այսօր իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Լեոնիսյանը հայտնեց, հաղորդում են ներկայացրել դատախազություն, հիմնավորելով, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն զբաղվում են, իսկ առերևույթ խուլիգանության, հայհոյանքների դեպքով ոչ, ու քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ռիսկավոր իրավապահները աչք փակեն դրա վրա։ Հաղորդում ներկայացրել է նաև հայհոյանքների ենթադրյալ հասցեատեր Նաիրի Հակոբյանի պաշտպանական թիմը։ Այսօր առավոտյան արդեն նաև բարեկային ծառայողի մասով, հայհոյանքների եւ հնչեցրած սպառնալիքների մասով դիմել են գլխավոր դատախազին։ Փաստաբան Պողոսյանը վստահ է, որ պարեկներն ուղեկցում են Ավետ Կոնջորյանին, որ նա անարգել հայհոյի։ Վստահաբար ուղեկցում են։ Մեր կարծիքով այստեղ եւս արկայա հանցակազմ օրինակ, պաշտոնական լիազորությունների անցման մասով։ Ավետ Կոնջորյանն առայժմ տուժող է ծեծի դեպքով, կդառնա մեղադրյալ խուլիգանության հոդվածով, հայտնի չէ։ Մի քանի օրից 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստն է եւ արդեն պարզ է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը այդ նիստին դժվար թե ներկա լինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախընտրական ծրագրում մի քանի կետ էր նշել կաթողիկոսին հեռացնելու եւ նոր կաթողիկոսի ընտրության մասով, այսօր հայտարարել է, որ Գարեգին II-ին չի ճանաչում իբրև առաքելական եկեղեցու հովվապետ։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին դեպքն է, որ կաթողիկոսը չի օրհնի նոր խորհրդարանը եւ առաջին անգամն է, որ կաթողիկոսը խորհրդարանի փոխարեն կարող է հայտնվել դատարանի դահլիճում մեղադրյալի կարգավիճակում։ Ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում։ Տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գումարման ազգային ժողովի առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի։ Հայր մեր, որ երկինս ես Սուրբ Եղիցի անուն քո։ Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանը մինչև հիմա մեկնարկել է ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքով ու ուղերձով։ Այդպես է եղել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Գարեգին II-ը Փաշինյանին հորդորում էր հեռանալ։ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով է սահմանված առաջին նստաշրջանի բացման արդիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն կաթողիկոսն ու հանրապետության նախագահը։ Դրանից հետո падգամավորները երդվում են։ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս։ Քաղաքացիական պայմանագրից այսօր ուղիղ են ասել, տրամաբանական չէր լինի, որ կաթողիկոսին հրավեր ուղարկեին։ Տրամաբանական է, որ Կատրին Ներսիսյանին չէին հրավիրի այդ նիստին։ Իսկ հնարավոր է Փաշինյանին միացած հոգևորականներից մեկին են հրավիրում։ Օրինակ կարգալույց եղած Արամայիս Թախմազյանին, որ այսօր քաղաքացիական պայմանագրի կենտրոնական գրասենյակի շենքում է եղել։ Արամայիս Թախմազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։ Ուզում ենք իմանալ դուք եք լինելու նիստին։ Կարող է նման բան լինել։ Ինձ թվում է կարող եք հարցնել ազգային ժողով։ Նորընտիր խորհրդարանի բացմանը կաթողիկոսի մասնակցության իրավունքը սահմանադրական օրենքով է ամրագրված։ Ազատության ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Եթե Գարեգին II-ը ցանկանա, ըստ նրա, կարող է գնալ խորհրդարանի դռները նրա առջև փակելու իրավունք որևէ մեկը չունի։ Այսինքն այստեղ հրավերի խնդիրը չի իրականում, ինքը այդ իրավունքը օրենքի ուժով ունի եւ հայեցողություն էլ չկա, որ ասենք ազգային ժողովը իրեն հրավիրեց, թե չհրավիրեց։ Հայեցողություն չի ազգային ժողովի կողմից, հայեցողությունը կաթողիկոսի կողմից, ինքը կուզի կգա, կուզի չի գա, բայց ազգային ժողովը, եթե ինքը գալիս է, իրավունք չունի իր հնչ թողնի,
Չնայած իրավաբան Պողոսյանը նշում է, որ դա կաթողիկոսի իրավունքն է, մայրաթորից հրավերի են սպասում։ Ինչպես անցած շաբաթ, այսօր էլ տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսային Ազատությանն ասաց, ազգային ժողովից հրավեր չեն ստացել։ Մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման, ատելության, վրեժխնդրության ու պարակտումների փոխարեն։ Եթե իշխող ԿՊ-ն որոշի կաթողիկոսի փոխարեն ազգային ժողով բերել որևէ հոգևորականի կամ կարգալույծ հոգևորականի, դա օրենքի խախտում կլինի, ասում է Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու մանրամասնում։ Օրենքում հստակ նշված է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի մասին։ Եվ որևէ մեկ այլ անձ այդ առաջին նիստի նստաշրջանի բացման օրը ելույթ ունենալու ողջունի ելույթ ունենալու իրավունք բացի կաթողիկոսից ու հանրապետության նախագահից չունեն։ Իրենք թադեին կկանչեն, թե ինչ որ նոր ձեռնադրված քահանայի կամ կարգալույծ քահանայի ոչ մի նշանակություն չունի։ Օրենքը շատ հստակ ասում է կաթողիկոս, եթե կաթողիկոսը չկա, ուրեմն որևէ այլ հոգևորական չի կարող կաթողիկոսին փոխարինել։ Կաթողիկոսի հնարավոր բացակայությունը առաջին նստաշրջանին Փաշինյանի կառավարության օրոք ծավալված միական նախադեպ պատմությունը չէ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոսը նաև հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Գարեգին II-ի եւ Մայրաթորի 6 եպիսկոպոսի դեմ քրեական գործն արդեն դատարան է ուղարկվել։ Մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Եկեղեցին լրացնել, վախեցնել։ Նրանց մեղադրում են դատարանի որոշումը չկատարելու համար։ Դատարանը պահանջում էր ապահովել Արման Սարոյանի վերադարձը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակումը։ Մինչդեռ նրան պաշտոնակարած Գարեգին II-ը Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով կարգալույծ արեց Գևորգ Սարոյանին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ընտրել են քեզ, ինքը բան չասեցի։ Իրավապաշտպանն ահազանգում է ժամկետային զինծառայողի ծեծի մասին։ Պաշտպանության նախարարությունը հերքում է, զինվորին հոսպիտալում այցելել է մարդու իրավունքների պաշտպանը։ Ուկրաինական հարվածներից հրդեհվել է Wildberries-ի ևս մեկ պահեստ, այդ հարթակի հազարավոր հայ վաճառողներ հայտնվել են դժվար կացության մեջ։ Ինչ եղել է վարվել, մինչև վերջին հատը կորցրել ենք։ Ինչ է տեղի ունեցել 19-ամյա ժամկետային զինծառայողի հետ։ Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրեց, որ զինծառայողը ըստ մորահազանգի դաժան ծեծի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց սա եւ այս հերքումից հետո արդեն զինծառայողի մայրը ավելի զգուշավոր է խոսում։ Բայց փաստն այն է, որ որդու վիճակը վատ է, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այսօր եղել են զինվորական հոսպիտալում եւ հանդիպել են զինծառայողին, բայց մանրամասներ դեռ չկան։ Ես որ գնացի ջերմուկ, այտերը մի քիչ ոնց որ կարմրած էր, ուռած էր, ասում ծեծել են քեզ, ինքը բան չասեցի։ Երեկվանից բարձրացած աղմուկից ու պաշտպանության նախարարության հերքումից հետո 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը որդու հնարավոր ծեծի մասին զգուշավոր է խոսում, ասում է, թե չգիտի իրականում ինչ է տեղի ունեցել։ Երեկ ուշ երեկոյան իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում մորահազանգի հիման վրա գրել էր, թե զինծառայողը մեջբերում եմ դաժան ծեծի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարությունը րոպեներ անց հերքեց այս տեղեկությունը։ Որևէ ծեծ կամ առավել ևս դաժան ծեծ տեղի չի ունեցել, տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, նշում են ռազմական գերատեսչությունից։ Այսօր արդեն Ազատության հետ զրույցում զինծառայողի մայրը Լուսինեն պատմում էր, թե Զորամասում որդուն տեսնելուց հետո կասկածել է, որ տղային ծեծել են։ Ես որ գնացել եմ ջերմուկ, ինքը ահավոր ծեծի ենթարկված չի եղել։ Ուղղակի իր այդ այտերի մասը մի փոքր այտուցված է եղել։ Ու այդ դեմքի միմիկաներն է փոխված եղել, որ տեսա մի քիչ տենց այտեր ուղղած, ասում եմ քեզ ծեծել են երևի հաստատ։ Տենց կասկածեցի, ասի քեզ ծեծել են, ինքը ոչ մի բան չի ասել։ Այսինքն ինքը ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ ծեծել են։ Ոչ մի բան չի ասել, չէ։ Գուցե վախենում էր ինչ-որ բան ասել։ Չեմ կարող ասեմ։ 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Ախրաբյանի մայրը պատմեց, որ տղայի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է։ Հեռախոսազրույցների ընթացքում շարունակ բողոքել է, որ լավ չէ։ Մոր Լուսինեի խոսքով տղան ասել է, թե ձայներ է լսում, քնել չի կարողանում։ Հետո ասեց բանը, այդ գալուցինացիան, որ իմ համար ասենք դա տեսիրքներ է տեսնում, այսինքն թե լսում է։ Լսում է։ Ձայներ է լսում։ Հա։
Ասեմ ինչ ձեներ ես լսում, ասում կնոջ ձեն եմ լսում, ավելի ձեն եմ լսում, շուտ տարօրինակ բաներ։ Որդու բողոքներից հետո մոր փոխանցմամբ նախանցած Կիրակի գնացել է Զորամաս եւ տեսել, որ իր խոսքով ինչ որ բան այն չէ տղայի հետ։ Գիտեք, ոնց որ իր դեմքը այն հայկի դեմքը չէր, էլի։ Գիտեմ, ծեվի չեմ կարող բացատրեմ։ Դաժե աչքերի հայացքը այն չէր, չգիտեմ պատճառը, էլի։ Իր չքնելներ, թե ինչներ չեմ կարող ասեմ։ Ասենց աչքերը ծեվի հայացքս աչքերը թրթռացնում է, չեմ կարող բացատրեմ ինչեր էր անում այդ դեմքը, աշկը, չգիտեմ, գլուխը, մի խոսքով։ Դա ունեցել է ինքը այդ նշանները միջև բանակ գնալը։ Չէ, ինքն հա նևրոզ ա ունեցել, ներվային եղել, բայց այտենց ձեներ, այտենց բաներ չի ունեցել։ Լուսինեն Ազատության հետ զրույցում պատմեց, որ տղային ջերմուկում տեսնելուց հետո զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ահա զանգել հնարավոր ծեծի մասին։ Ես ասեցի մտածում եմ իրան ծեծել են, որտեվ այդ որ տեսա այդ իր այդ դեմքի մի փոքր այդպես ասում հայք ջան, ոնց որ ծեծել են քեզ։ Ինքը բայց ձեն չէր հանում, ոչ բան չէր ասում։ Մոր փոխանցմամբ նաև Զորամասի ղեկավարությանն է դիմել, խնդրելով տղային տեղափոխել հիվանդանոց։ Զորամասը որ ասեցի գալուցինա չանի, ես խնդրում եմ որ տանեք էլի իրան բուժօգնություն որ ցույց տան, որ ավելի չվսրվի իրավիճակը։ Մայրը ՄԻՊ-ին ու Զորամասի նահազանգելուց բացի նաև կապվել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Հենց Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումից հանրությունը տեղեկացավ զինծառայողի խնդիրների, այդ թվում նրա հոսպիտալում գտնվելու մասին։ Ռազմական գերատեսչությունը հաստատում է, ժամկետային զինծառայողը այժմ Կանազի զինվորական հոսպիտալում է, բայց ոչ թե ծեծի, այլ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, նախարարությունը չի մանրամասնում, հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանն ու բժշկական գաղտնիքի մասին օրենքին։ Հոսպիտալում գտնվող 19-ամյա ժամկետային զինծառայողը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարին։ Մոր խոսքով տղան մեջբերում է նևրոզ, նյարդային խնդիրներ ունեցել է, բայց ոչ հոգեկան խնդիրներ։ Բանակ է զորակոչվել 7-ի Գ կետով։ Կառավարության 2018 թվականին սահմանված զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում 7-րդ կետի Գ ենթակետը վերաբերում է մեջբերում եմ թեթև եւ կարճատև հոգեկան գործնեության խանգարումներին, որոնք ենթարկվում են բուժման եւ ավարտվում են լավացումով։ Այս դեպքում զորակոչի կպիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով։ Արդյոք զինծառայողի հոսպիտալացման պատճառը կապված է հենց այս խնդրի հետ, պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունը միայն նշում է, թե զինծառայողը ներկայումս գտնվում է հետազոտման փուլում։ Որդու առողջական վիճակով անհանգստացած Լուսինեն թեև պնդում է, որ իրականում չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց նշում է, որ տղան չի ցանկանում այլևս նույն Զորամաս վերադառնալ։ Ինչու, որն է պատճառը։ Ասում է ես չեմ կարել չաստ գնամ մամա ջան։ Ես չեմ ուզում, չեմ կարող այդտեղ գնամ, ասում է ինձ մի բան արա, որ ես էլ չաստ չգնամ։ Ինչու։ Չգիտեմ։ Ուրիշ Զորամաս կգնամ, եթե ի վիճակս ների, բայց այդտեղ չեմ ուզում գնամ։ Այսինքն ինչ որ բանից գուցե վախենում է, ինչ որ հարաբերություններ։ Չգիտեմ, ճիշտն ասած, ոչ մի բան չգիտեմ։ Մայրն ասում է, որ տղան վերջին շրջանում Զորամասում քնի խանգարում է ունեցել, ներարկումներ է ստացել, տեղյակ չէ ինչ դեղամիջոցներ են օգտագործվել, չի պատկերացնում, թե այդ վիճակում ինչպես պետք է նա շարունակի զինծառայությունը։ Ես վախեցել եմ, իր կյանքի համար եմ վախում հենց հիմա ես։ Ինչու։ Չգիտեմ, որ ինքը ասում է ես չգնամ, այ դրա համար իմ մեջ վախ առաջացել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այսօր եղել են զինվորական հոսպիտալում, հանդիպել 19-ամյա Հայկ Ախրաբյանին։ Ինչ է պատմել զինծառայողը պաշտպանի ներկայացուցիչներին, հայտնի չէ։ Պաշտպանի գրասենյակն այցի մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկություն չի տարածել։ Ռուսական վերջին սահմանափակումները ծանր հարված են հասցրել հայկական կաթնամթերքի շուկային, հատկապես պանիր արտահանողները շատ կախված են ռուսական շուկայից։ Նախորդ տարի օրինակ Հայաստանից արտահանված պանիրի գերակշիռ մեծամասնությունը հենց Ռուսաստան է արտահանվել։ Ավելի քան 16 միլիոն դոլարից 13 միլիոնը հենց Ռուսաստանին է բաժին ընկել։ Պանրագործների միությունում Ռուսաստանի որոշումը քաղաքական են համարում եւ ասում են պետք է մտածել ինչպես աջակցել շատ բարդ իրավիճակում հայտնված հայկական արտադրողին։
Ծանր դրության մեջ են հայտնվել Ռուսաստան կաթնամթերք արտահանող հայկական 4 խոշոր ընկերությունները։ Ռոսսելխոզնադզորն օրերս հենց նրանց արտադրանքներ վտանգավոր համարել ու այդ հիմքով սահմանափակել առհասարակ հայկական կաթնամթերքի վաճառքն իր երկրում։ Ծառայությունը պնդել էր, թե արտադրությունում օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ եւ չհաստատված ծագման փումք։ Այս ընկերությունների ներկայացուցիչների հետ խոսել չի հաջողվում։ Մի մասը հրաժարվում է հարցազրույցից, մյուսներն առհասարակ չեն պատասխանում զանգերին։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սակայն հերքել է Ռոսսելխոզնադզորի այս պնդումներն ու ընդգծել ապացույցներ չկան։ Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը սա քաղաքական որոշում է համարում ու նշում, դեռ 2000-ականներից են ծանոթ Ռոսսելխոզնադզորի այս գործելավոճին։ Ճգնաժամի կարգավիճակը տվյալ կազմակերպություններն բավականին բարձր է, իսկ վնասները բավականին մեծ են։ Փոքրիչ քաղաքական տատանումների պարագայում Ռոսսելխոզնադզոր գործիքը օգտագործվել է եւ տուժել է իհարկե բնականաբար հայ գործարարը։ 20 թվականի պատերազմից հետո մեզ համար ավելի ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի գործընթաց է սկսել եւ ինչպես նախորդ ժամանակաշրջանում, այնպես էլ հիմա առաջնային կարևորություն ունեցող Հայաստանից դուրս եկող ապրանքները, որը մեջ նաև մտնում են պանիրները, նույնպես հարվածի տակ են լինելու։ Հայաստանի պանրագործների միության նախագահի խոսքով հայկական արտադրողները դեռ 2000-ականներից են սկսել այլ շուկաներ փնտրել։ Այսօր թեև փոքր ծավալներով հայկական պանիրն արտահանվում է նաև Միացյալ Նահանգներ եւ արաբական երկրներ, սակայն ռուսական շուկայից կախվածությունն ամբողջությամբ հաղթահարել չի հաջողվել։ Այդ կախվածության մասին է վկայում ի դեպ նաև վիճակագրությունը։ ՄԱԿ-ի միջազգային առևտրի բազայի տվյալներով նախորդ տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 16.4 միլիոն դոլարի պանիր եւ կաթնաշոր, որից մոտ 13.5 միլիոն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այսինքն պանիրի արտահանման եկամուտների ավելի քան 80%-ը ձևավորվել է ռուսական շուկայի հաշվին։ Համեմատության համար նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ արտահանվել է մոտ 1.8 միլիոն, իսկ Վրաստան շուրջ 671 հազար դոլարի պանիր։ Կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև օնլայն առևտրով զբաղվող ռուսաստանյան Wildberries հարթակից օգտվող հազարավոր հայ վաճառողներ, գոնե ժամանակավոր հարկային արձակուրդի տեսքով։ Այդ ընկերության պահեստները շարունակում են մեկը մյուսի հետևից խոցվել ուկրաինական դրոնների կողմից։ Վերջին 20 օրերի ընթացքում հրդեհվել են արդեն 10 խոշոր պահեստներ։ Ուկրաինական դրոնների թիրախում այս գիշեր Վայլբերիսի Ռիզանի լոգիստիկ կենտրոնն ու նավթավերամշակման գործարանն էր։ Պահեստում բռնկված խոշոր հրդեհից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Ռուսական կողմի տվյալներով 6 մարդ է հոսպիտալացվել։ Վայլբերիսի պահեստներին ուղված այս հարվածներից նաև հայ գործարարներն են տուժում։ Այս հարթակի հետ աշխատող շուրջ 10,000 հայաստանցի ձեռներեցներից շատերի ապրանքները մնացել են վնասված լոգիստիկ կենտրոններում։ Կորցրել են 6 միլիոն դրամի ապրանք, ընդհանրապես ապրանք չունեմ, այսինքն ինչ եղել է էլեկտրոստալում վառվել է, մինչև վերջին հատը կորցրել ենք։ Էլեկտրոստալի պահեստում վնասես մի քանի միլիոն դրամ է կազմում։ 2 միլիոն 700 հազար դրամի մասին է խոսքը գնում, կոնկրետ իմ մասով։ Ուկրաինան հուլիսի 18-ից է ԱԹՍ-ներով հարվածում Վալբերիսի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Վերջին 11 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչուների հարվածների տակ են հայտնվել ընկերության առնվազն 10 պահեստ եւ լոգիստիկ կենտրոն։ Առաջին խոշոր հարձակման հետևանքով զոհվել էր 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել։ Այս հարվածներից առաջ Վայլբերիսը ընկերության հետ համագործակցող ձեռներեցների հետ պայմանագրերում ավելացրել էր կետ, ըստ որի պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրվի, քանի որ դրանք համարվում են ֆորս-մաժորային դեպքեր։ Այս հայտարարությունից շաբաթներ անց ռմբակոծվել է էլեկտրոստալի պահեստը։ Ու չնայած պայմանագրերում արված փոփոխությունների, ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 88,000 փոքր վաճառողի։ Վալբերիսում շուրջ 4 տարի տարբեր ապրանքներ վաճառող եւ այլ տնտեսվարողների աջակցող Իզաուրա Հայրապետյանն Ազատությանն ասաց, այդ աջակցությունից նաեւ հայաստանցի վաճառողներին է բաժին հասել, բայց չնչին տոկոսներ։ Խանութներ ունեն, որ այդ խանութները
կորցրել է 400 կտոր ապրանք, ինքը փոխհատուցել է այդ խանութի համար 50,000 դրամ։ Այդ 400 կտոր ապրանքի ինքնարժեքի դաժե 10%-ը չի կազմում։ Դաժե հիմա այն վաճառողները, ովքեր ունեն այլ պահեստներում ապրանքներ, մենք հետ վերադարձ չեն կարողանում անել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Վալբերիսի լոգիստիկ կենտրոնները թիրախավորվել են, որովհետև ըստ Կիևի դրանք օգտագործվել են նաև Ռուսաստանի ռազմական մատակարարումների համար։ Վալբերիսը հերքել էր այս պնդումները, նշելով, որ իրենց պահեստները քաղաքացիական նշանակության օբյեկտներ են եւ աշխատում են բացառապես առևտրային նպատակներով։ Ռուսաստանի ամենախոշոր մարքեթփլեյսի աշխատանքի խաթարումն ազդում է ոչ միայն վաճառողների, այլև մի ամբողջ շղթայի վրա։ Տարոն Պապիկյանի հիմնած ընկերությունը, որ մարդկանց սովորեցնում է նաև այս հարթակում ապրանք վաճառելու հմտություններ, թվում է, թե որոնք են տուժող մյուս օղակները։ Բեռնափոխադրողները, ովքեր վաճառողների ապրանքները Հայաստանից կամ Չինաստանից ներմուծում են դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Երկրորդ հերթին գործունեություն են ծավալում բայերները, ովքեր արդեն սելլերների համար, վաճառողների համար կատարում են ապրանքի փնտրում եւ գնում Չինաստանում։ Երրորդ կատեգորիան դա fulfillment պահեստներն է, ընկերություններ, ովքեր մինչև ապրանքի պահեստավորումը Վալբերիսում կազմակերպում են տվյալ ապրանքի փաթեթավորումը, պիտակների փակցնումը եւ մատակարարումը արդեն դեպի Վալբերիսի պահեստներ։ Եվ արդեն վերջին օղակը այս էկոհամակարգում բնականաբար վաճառողներն են։ Ռուսական եւ միջազգային լրատվամիջոցները գրում են, Վալբերիսի մի շարք պահեստների փակման պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ապրանքների մատակարարման հետ, որոշ պատվերներ կարող են ուշանալ, իսկ որոշ ապրանքների վաճառքը ժամանակավորապես դադարեցվի։ Օրինակ, Ռիզանի պահեստը ժամանակավորապես նոր մատակարարումներ չի ընդունում, իսկ այնտեղ պահվող ապրանքները հանվել են վաճառքից։ Ընկերությունը նոր պահեստներ է փնտրում Ղազախստանում, իսկ վաճառողներին առաջարկել է ապրանքները տեղափոխել ռուսական այլ պահեստներ, մինչև ավարտվի պահեստային մնացորդների վերականգնումն ու հաշվառումը։ Վալբերիսը գործում է բացառապես սելլերի աշխատանքի արդյունքում, եւ եթե ինքը այս իրավիճակում չկարողանա առնվազն մեղմել սելլերի կրած վնասները եւ չկարողանա վերականգնել սելլերի վստահությունը իր հանդեպ, ինքը արդեն որպես բիզնես ունենալու է խնդիր։ Վալբերիսի հարթակում վաճառք իրականացնող հայ տնտեսվարողներից մի քանիսը Հայաստանի կառավարության աջակցությունն են խնդրում ժամանակավորապես ազատել հարկերից։ Ոմանք էլ հակադարձում են, սա բիզնեսի ռիսկն է, Հայաստանի կառավարությունն ինչով պետք է օգնի։ Գոնե մեր այս հարկատեսակները նենց անեն, որ այս հարկատեսակներից մենք ազատվենք, որովհետև մենք պետությանը վճարում ենք հարկ, վերջին երամսյակային հարկս եղել է 125,000 դրամի չափով, այնտեղ մենք վճարում ենք ամսական ածեի համար, վճարում ենք զինվորի գումար, այս ածն էլ չենք կարող կասեցնել, ելնելով այն պայմանից, որ մենք սպասում ենք փոխհատուցման, արդյոք կփոխհատուցեն, թե չէ, որովհետև եթե հիմա մենք կասեցնենք մեր գործունեությունը որպես անհաձեռնարկատեր, այդ գումարներից էլ մենք կզրկվենք։ Եթե մենք մուտք ենք գործում այս շուկա, մենք մուտք ենք գործում այս հարթակ, մուտք ենք գործում համ հնարավորություններից օգտվելու համար, համ էլ պետք է գիտակցենք, որ այդ հնարավորությունները առանց ռիսկեր չեն տրամադրվում։ Սա է բիզնեսի օրենքը, բայց հայկական e-commerce-ի մոտ 70-80%-ը բաժին անկնում հենց ռուսական Վալբերիսին։ Եվ փաստացի միանգամից ինքը հայտնվում է ճգնաժամային վիճակում։ Այս կտրվածքով ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե ունի ուղիղ պարտավորություն վաճառողներին օգնելու, այլ ոլորտին աջակցելը այս պահին խիստ կգնահատվի։ Էկոնոմիկայի նախարարությունից ասացին, կապի մեջ են հայաստանցի տնտեսվարողների եւ Վալբերիսի գործընկերների հետ, վնասի չափերը ճշգրտվում են։ Նախորդին ԱՄՆ կոնգրեսի սենատը ընթացակարգային քվեարկությամբ ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել է Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին։ Փաստաթղթը կրում էր վերջերս մահացած սենատոր Լինսի Գրեհեմի անունը, ով դրա հեղինակներից է։ Քվեարկությունը տեղի է ունեցել Գրեհեմի հրաժեշտի արարողությունից ընդամենը մի քանի ժամ անց։ Օրինագիծը մասնավորապես լիազորում է նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 200%-ի չափով մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի եւ բնական գազի աշխարհի խոշորագույն գնորդների նկատմամբ, ինչպես նաև ընդլայնում է պատժամիջոցները ռուսական ֆինանսական հաստատությունների, քաղաքական էլիտայի,
խոշոր գործարարների եւ այսպես կոչված ստվերային նավատորմի նկատմամբ։ Վերջին պահին Թրամփի պնդմամբ փաստը թղթումներ արվել է նաեւ Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների երկարաձգումը մինչև 2031 թվականը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովին մեղադրել է ահաբեկչական գործողությանն աջակցելու մեջ եւ սկսել է նրան միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Տելեգրամի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, խմբերը եւ բոտերը, որոնք ռուսական կողմի պնդմամբ օգտագործվել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման եւ համակարգման համար։ Դուրովին մեղադրանքի առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի ահաբեկչական գործունեությանն աջակցելու մասին հոդվածով, այն նախատեսում է 8-ից 15 տարվա, իսկ որոշ դեպքերում ցմահ ազատազրկում։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղը երեկոյան ժամը 8-ին է, հաջողություն։